Պարոն Գասպարյան, մեր հաղորդումը նաև ունի մի կարևոր առաքելություն կոտրել միֆեր, կարծրատիպեր, եւ այս հարցը հենց այդ շարքից է։ Շատ հաճախ ենք լսում, երբ ասում են, որ օրինակ երեխան ինտելեկտը ժառանգում է մորից, մայրական գեներն են խոսում, կամ օրինակ որևէ հիվանդություն, ասում են, այ սա մոր գենում կար, նույնը նաև հոր առումով որոշակի, այսպես ասած, օժիտաբաժին է հասնում։ Ինչ է ասում ժամանակակից գենետիկան։ Լավ, եկեք հակառակ կողմից գանք, ես հիվանդություններից սկսենք, հետո վերադառնանք ինտելեկտին։ Թեկուզ ինտելեկտը նույնպես հիվանդությունները մարդիկ եթե ընտանիքում կա ժառանգական նախատրամադրվածություն։ Այդ բոլոր միֆերը կոտրելու համար առաջինը թե այն բոլոր մարդիկ, ովքեր ուզում են կամ կարդացել են ինչ-որ մի տեղից տվյալ բաներ են կարդացել, ուզում են դրանից զերծ մնան, պետք է անցնեն նախամուսնական խորհրդատվություն։ Նախամուսնական խորհրդատվությունը իրենց ինչա ներկայացնում կոնկրետ գենետիկի մոտ։ Այդ ժամանակ կազմվում է տոհմածառ։ Տոհմածառում նաև սկսում է փնտրվել տվյալ ազգում, տվյալ տոհմում առավել տարածված գենետիկական խնդիրներ կամ առավել տարածված հիվանդությունները, որոնք ժառանգաբար փոխանցում են։ Միայն այս պոզիցիայից ելնելով, այդ գիտական մոտեցումից ելնելով կարելի է փարատել միֆեր, կոտրել կարծրատիպել, թե հիվանդությունը կժառանգի, թե չի ժառանգի, այս հիվանդությունը մամաներն են տալիս, այն մյուս հիվանդությունները պապաներն են տալիս, կամ մտավոր ունակությունները կախված է մամայից կամ պապայից, ամեն ինչը կախված է գեներից։